Սիրոտոներից մինչև մարտի 8-ը։ Գիծյանը համակարգում ստացեք լրացուցիչ 8% զեղչ սալիկների ամբողջ տեսականու համար։ Մայրաթորի դիվանապետ Արշակ arczepiskopos Խաչատրյանի խափանման միջոցը փոխվել է, նա ազատ է արձակվել կալանքից։ Սամվել Կարապետյանը կմնա տնային կալանքի տակ, դատարանը մերժել է գործարարի փաստաբանների ներկայացրած բողոքը։ Քննչական կոմիտեում քննվում է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող ԳՄ-ի կողմից քաղաքացուց $250,000 գումարի չափով անօրինական օգուտ պահանջելու դեպքի վերաբերյալ նախաձեռնած քրեական վարույթը։ Պարզվել է, որ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող ՍՀ-ն իր ընկեր ԱՀ-ի հետ նախնական համաձայնությամբ խմբի կազմում 2025 սեպտեմբերի 20-ին տեղի ունեցած վիճաբանության ժամանակ ծանր մարմնական վնասվածքներ ստացած բժշկական կենտրոնում բուժօգնություն ստացող ՌԳ-ին հարկադրել է սուտ ցուցմունք տալ։ Հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որպես խափանման միջոց կիրառվել կալանքը։ Մարտի 6-ին տեղեկություններ են ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանի Վիկտոր Համբարձումյան փողոցում կրակոցներ են հնչել ու կա վիրավոր, ըստ նախնական տեղեկությունների նա տեղափոխվել է հիվանդանոց։ Քրեական ոստիկանները հայտնաբերել են կրակված մոտ 6 պարկուճ։ Մարտի 3-ին տեղեկություններ են ստացվել, որ Բազում գյուղի մթերային խանութում կատարած գնումների համար վճարել են կեղծ թղթադրամներով, պարզվել է, որ 20,000 դրամ անվանական արժեքով կեղծ թղթադրամն իրացրել էր Վանաձորի բնակիչ 47-ամյա տղամարդը, նա ձերբակալվել է։ Տեղեկություններ են ստացվել, որ Արփունք գյուղի բնակիչ 60-ամյա տղամարդն իր Opel Magnus-ի մեքենայով առանց ակցիզային դրոշման իշի օղիներ է վաճառում։ Մարտի 4-ին նա ձերբակալվել է, հայտնել է, որ առանց ակցիզային դրոշման իշի օղիների վաճառքով զբաղվում է շուրջ 4-ից 5 ամիս։ Մարտի 3-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով Հայաստան է տեղափոխվել Չարենցավան քաղաքի բնակիչ 37-ամյա մի տղամարդ, որը 2025 թվականից հետախուզվում էր հանցավոր կազմակերպությանը մասնակցելու մեղադրանքով։ Մարտի 3-ին Հասարակյան փողոցի շենքերից մեկում ձերբակալվել է 58-ամյա մի կին, որը փետրվարի 23-ից հետախուզվում էր թմրամիջոցներ իրացնելու մեղադրանքով։ Մարտի 6-ին ահազանգ է ստացվել, որ գազալսակայներից մեկում տեղի ունեցել պայթյուն կատուժած, պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհին գտնվող գազալսակայներից մեկում պայթյունը Opel Magnus-ի ավտոմեքենայում, վարորդը տեղափոխվել է հիվանդանոց։ Մարտի 3-ին Աշտարակի Սիսակյան փողոցում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչներ 55-ամյա Սարգիսի վարած Nissan Tiida եւ 33-ամյա Սերյոժայի վարած Mercedes Magnus-ի ավտոմեքենաները։ Մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Մարտի 5-ին Սիլիկյան խճուղում բախվել են Լոռու մարզի բնակիչ 31-ամյա Հովիքի վարած Տեսլա եւ Երևանի բնակիչ 22-ամյա Էդգարի վարած Mercedes Magnus-ի ավտոմեքենաները, մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Տեսլայի վարորդը վարորդական իրավունքի վկայական չի ունեցել։ Մարտի 5-ին Երևան-Մեղրի ավտոճանապարհին Երևանի բնակիչ 28-ամյա Ամանյան իր վարած Nissan March Magnus-ի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու կողաշրջվել։ Վարորդը եւ ուղևորներ Երևանի բնակիչներ 67-ամյա Մարիետան, 33-ամյա Ռիփսիմեն տեղափոխվել են հիվանդանոց։ Մարտի 6-ին ահազանգ է ստացվել, որ Մեծամորի շենքերից մեկի բակում այրվում է ավտոմեքենա, ըրշեջ փրկարները մեկուսացրելու մարել են կրակը, այրվել է Nissan Magnus-ի ավտոմեքենա։ Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնում փետրվարի կեսերից պարբերաբար ստացվում էին ահազանգեր, որ վարչական շրջանի տարբեր փողոցներում ու բակերում կայանված ավտոմեքենաներից կատարել են գողություններ։ Ձեռագիրը նույնն էր, ամեն անգամ գիշերային ժամերին կոտրում էին մեքենայի դռանապակին ու սրահից գողանում իրեր։ Այս հանգամանքը կասկած չէր թողնում, որ բոլոր արարքները նույն անձի կամ անձանց գործն է։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում փետրվարի 25-ին Արաբկիրի համայնքային ոստիկանները իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները եւ համագործակցելով Երևանի գնդի պարեկների հետ առավոտյան ժամը 6:05-ին Կոմիտասի պողոտայում ձերբակալեցին եւ բաժին տեղափոխեցին Մայրաքաղաքի Աթոյան փողոցի բնակիչ 30-ամյա տղամարդուն։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց ինչպես գողոն, նույնականացման եւ բանկային քարտեր, կնոջ մատանի, այնպես էլ հանցագործության գործիքներ, ֆոտոտակահան, լար կտրող գործիք ու երկաթե մահակ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվել է 30-ամյա տղամարդու կողմից մեքենայի ապակին կոտրելու եւ սրահից գողություն կատարելու 13 դեպք։ Տղամարդը կալանավորվել ու տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ, հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները հերթական օպերատիվ տեղեկությունն իրացրին փետրվարի 23-ին ժամը 17-ին Մայրաքաղաքի Հալաբյան փողոցում ձերբակալվեց Դավթաշենի բնակիչ 36-ամյա տղամարդ, իսկ Նորաշենում ձերբակալվեց նույն թաղամասում փաստացի բնակվող 25-ամյա երիտասարդ, երկուսն էլ տեղափոխվեցին վարչություն։ Դավթաշենցու խուզարկության մոխրացած հետքերով կաթուցիչից բացի հայտնաբերվեց 2 տոպրակ, մեկը լցված 63 գրամ մարիխուանա։
մարիխուանայով, մյուսը նույն թմրանյութով լցված 25 փաթեթով, որոնց ընդհանուր քաշն ավելի քան 78 գրամ էր։ Նորաշեն ծուխուձեռքությամբ նույնպես հայտնաբերվեց 2 տոպրակ, մեկում 5 գրամ, մյուսում կպչուն ժապավենով 20 փաթեթ, մարիխուանայի նմանվող զանգվածներով։ Նախաձեռնվեց քրեական վարույթ։ Դատարանի որոշմամբ խուզարկություններ կատարվեցին նաև նրանց բնակության վայրերում։ Նորաշենցու տանը հայտնաբերվեց 1 կիլոգրամ 113 գրամ մարիխուանայի, 2 գրամ շոկոյի նմանվող զանգվածներ, նաև մարիխուանայով լցված 36 փաթեթ, իսկ Դավթաշենցու տանը հայտնաբերվեց 182 գրամ մարիխուանա։ Երկուսն էլ կալանավորվել ու տեղափոխվել են քրեակատարողական հիմնարկ։ Հանգամանքները պարզվում են։